Ակտիվ համագործակցություն հաջորդող 5 տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն նախարարը նշեց հիմնականում ներգնա զբոսաշրջության թվերի մասին։ Ես ուզում եմ մեկ ուրիշ կարևոր հարցի մասին խոսել, որը ներքին զբոսաշրջության պոտենցիալն է։ Եվ պարզ է, որ մենք առավել հստակ վիճակագրություն ունենք ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, որովհետև դա առավելապես սահմանահատումների հիման վրա վարվող վիճակագրություն է, բայց ես վստահ եմ, որ եթե մի քիչ ունենանք այնպիսի հաշվառում, որ մեր ներքին զբոսաշրջային վիճակագրությանն է վերաբերում, կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում շատ էական շրջադարձ է տեղի ունեցել նաև այդ ուղղությամբ։ Եվ դուք այսօր նշեցիք, պարոն վարչապետ, ձեր խոսքում, որ վերջին 8 տարիների ընթացքում մեկ շնչին ենք նոր համախառն ներքին արդյունքը $9500 չափ դառնալով Հայաստանում 2025 թվականի արդյունքներով մոտավորապես 2.4 անգամ ավելին է, քան 2017 թվականներ, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան զբոսաշրջությունը նաև ներքին դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև, եւ սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն եւ խրախուսենք եւ նաեւ դիտարկենք մեր բոլոր որոշումներում։ Կարծում եմ, որ պարոն Պապյանը իհարկե ժամանակի սղության պատճառով չանդրադարձավ այդ հարցին, բայց մենք առաջիկայում այդ հարցերին ավելի շատ ուշադրություն հրավիրելով պետք է կարողանանք իրացնել այդ պոտենցիալը։ Մենք այսօր կարող ենք Հայաստանում բազմաթիվ ուղղություններ նշել, որոնք որ առավելապես զարգանում են նաև ենթակառուցվածքի տեսանկյունից հենց ներքին զբոսաշրջային հոսքերի շնորհիվ։ Արդեն Դիլիջանում գաղտնիք չի, որ տարվա ընթացքում երևի շատ քիչ օրեր են, ոչ թե ամիսներ են, երբ որ հնարավոր է ազատ հյուրատուն գտնել կամ Ենոքավանում, կամ Գորիսը դարձել է այնպիսի ուղղություն, եւ եթե մենք այդ միջավայրն ենք դիտարկում, այնտեղ հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին է դա տեղի ունենում, եւ ոչ թե ներգնա, ես կարծում եմ, որ մենք սա էլ է մի ուղղություն, որ պետք է առավել մեծ ուշադրության կենտրոնում պահելով իրացնենք այդ պոտենցիալը։ Այո, պարոն Խաչատրյան, շատ ճիշտ է, դիտարկում է, այստեղ ես անձամբ գոնե կամ մեր ընտանիքի անդամները այս տարի մի քանի դեպքով առնչվել են հյուրանոցի համար գտնելու խնդրի հետ եւ դա իրողություն է նախորդ օրն էլ ջերմուկում էինք եւ ես մի քանի անգամ հարցրեցի եւ հավաստիացա, որ իսկապես ամանորին օրերին գոնե հունվարի 3-ի դրությամբ ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չեն եղել եւ այդ զարգացումը շատ էական եւ կարեւոր է, բայց նաեւ ճիշտը պետք է ասենք, որ մարդիկ բարձրացնում են հետեւյալ հարցերը, որ շատ դեպքերում օրինակ գնալ որևէ այլ երկիր հանգստանալ վերադառնալ ավելի էժան է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, այս դեպքում ես ենթադրում եմ նաև առաջարկ պահանջարկի գործոնը դեր ունի եւ երբ որ հյուրանոցային կարողությունները մեծանան, գուցե նաև շուկան որոշակի կարգավորումներ կբերի եւ սա էլ ուղղությունն է, որի շուրջ մենք քննարկել ենք, որ մտածենք, թե արդյոք ինչ որ բան ունի, որտեղ այդտեղ փաստ չի։ Բայց դա թեմա է, որը մենք պետք է վերլուծենք եւ գուցե որոշակի հետեւությունների հանգենք։ Շատ լավ, հարգելի գործընկեր, համեցեք։